խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց համար։ Տեսնենք ինչ է սպասում մայիս ամսին մեր սիրելի խոյերի անձնական ոլորտում։ Սիրելի խոյեր, 2025 թվականի մայիս ամիսը ձեր անձնական ոլորտում որոշակի խնդիրներ և պրոբլեմներ կարող է լինի, որոշակի դժվարություններ կարող է լինի։ Ճիշտ է, պրոբլեմներ, դժվարություններ կլինեն, սիրելի խոյեր, բայց դուք ձեր նրբանվադությամբ, ձեր աշխատասիրությամբ, ձեր խոյեմությամբ կկարողանաք այդ խնդիրները մեղմացնել, կկարողանաք այդ պրոբլեմները գտնելու ավելի լավ և հնարավոր տարբերակներ գտնել։ Ինչպիսի իրավիճակ է 2025 թվականի մայիս ամսին մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում։ Սիրելի խոյեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ մայիս ամիսը որոշակի ձևով լինելու է դանդաղ ընթացք, դանդաղ գործընթացք, ոչ թե մեծ արագ ֆինանսական գործակներ, ֆինանսական հնարավորություններ, ընդհակառակը ցույց է տալիս, որ մայիս ամիսը որոշակի կանգ առնելու, մտածելու, ամեն ինչը իմի բերելու, ճիշտն ու սխալը հասկանալու ժամանակահատված է լինելու ձեզ համար, սիրելի խոյեր։ Դուք այդ ընթացքում հնարավոր է այն ինչ որ ձեր ֆինանսականի համար կարևոր է, ձեր էներգիան, ձեր մտքերը ավելի շատ ուղղորդեք կարևոր ուղղության վրա, իսկ այն ինչ որ ընդհակառակը արդեն հասկանում եք, որ դա ձերը չի, դրա վրա չարժե ձեր էներգիան, ձեր ֆինանսները ծախսել, հնարավոր է, որ նման գործարքներից, նման աշխատանքային ոլորտներից դուք հրաժարվեք։ Գիտեք ինչ, սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ մայիս ամիսը ձեր մոտ և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում որոշակի դատարի ժամանակահատված է լինելու, ոչ թե տարօրինակ դատար, որ ավարտ է լինելու, ոչ, դատար, որ դուք կարողանաք մտածեք, որ կարողանաք ավելի ճիշտ որոշումներ կայացնել, ավելի լավ որոշումներ կադրաստնել, ոնց որ նախապատրաստական ժամանակահատված, որ կարողանաք լավ թռիչք կատարել։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիս ամսին։ Սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, որ խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, աստծուց է տալիս, կարող է ինչ-որ պրոցեդուրաներ լինի, թեթևակի, ձեր իմիջը փոխելու համար, հնարավոր է դուք ինչ-որ մասաժի գնաք, ինչ-որ սալոններ գնաք, որտեղ ինչ-որ ձևով ձեր առողջական վիճակը ավելի լավացնեք, բայց վտանգավոր իրավիճակ ձեր առողջական ոլորտին 2025 թվականի մայիս ամսին չի սպասվում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր, 2025 թվականի մայիս ամսին։ Գիտեք ինչ, կկատարվի, բայց ոչ մեծ երազանքները, հատկապես ցույց է տալիս, որ ձեր երազանքը ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր ովքեր որ հատկապես ամուսնացած չեն, այդ խոյերի մոտ հնարավոր է ձեր անձնական ոլորտի հետ կապված ինչ երազանքներ նպատակ ունեք, դա կատարվի։ Նաև սիրելի խոյեր ցույց է տալիս, որ այն խոյերը, ովքեր որ ամուսնացած են, ընտանիք ունեն, մեծ հասուն երեխաներ ունեն, հնարավոր է ձեր երեխաների մոտ լինի ամուսնություն, լինի երեխայի ծնունդ և նման ձևով ձեր երազանքները կատարվի։